Os armênios no esporte, principalmente as modalidades que a mão, né? Por exemplo, luta livre, judô, boxe, né? Levantamento de peso e outras modalidades de mão. Modéstia à parte, essa armeniada arrebenta a boca do balão, viu? Vamos começar, Escassim? Vamos. Vamos começar? Vamos começar. Então vamos lá, produção, assistir a este belíssimo vídeo na abertura Armênia Eterna TV. Գառնան առաջին օրը Muay Thai ֆեդերացիայի Art Fight ակումբը կազմակերպեց բաց առաջնություն, որին մասնակցում էր 250 մարզիկ Երևանի վարչական շրջաններից եւ մարզերից։ Muay Thai ֆեդերացիան հանդիսանում է ոչ օլիմպիական մարզաձևերի միության անդամ եւ հենց ոչ օլիմպիական մարզաձևերի միության աջակցությամբ էլ տեղի է ունենում նման մրցաշար, որի համար շնորհակալություն միության նախագահ Գառնիկ Հայրապետյանին եւ համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանին։ Իդեպ Հայաստանի IFMA մարզական ֆեդերացիան ճանաչվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից եւ համարվում է օլիմպիական մարզաձև, բայց դեռևս օլիմպիական խաղերին ընդգրկված չէ, սակայն մոտ ապագայում այն կընդգրկվի։ Հայաստանի IFMA Muay Thai ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուկյանի խոսքով շուտով կսկսվի նոր միջոցառում սպորտը ընդդեմ թմրանյութերի։ Նրանց նպատակն է երիտասարդներին համախմբել մեկ գաղափարի շուրջ, ձևավորել ուժեղ կամք եւ ճիշտ ընտրություն կայացնելու կարողություն։